Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Թուրքիան կտրուկ շրջադարձ է կատարում դեպի Թեհրան։ Էրդողանը սկսել է հասկանալ, որ տարածաշրջանում Թուրքիայի անվտանգությունը եւ առհասարակ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովել առանց Իրանի մասնակցության։ Հեռու ենք այն կարծիքից, թե Էրդողանը դա չէր հասկանում տարիներ առաջ, բայց հիմա տեսնելով, թե ինչ ակտիվ հակաթուրքական քաղաքականություն է սկսել վարել Իսրայելը եւ ինչպիսի դաշինքներ է ձևավորում իր դեմ, Էրդողանը շատ լավ հասկանում է, որ իր փրկությունը միայն կարող է լինել Իրանը, համենայն դեպս տարածաշրջանում եւ Մերձավոր Արևելքում։ Սա վկայում է այն մասին, որ Իրանը ամեն դեպքում ունի հսկայական ազդեցություն Մերձավոր Արևելքում եւ որ ամենակարևորն է, առանց նրա կոնկրետ հարցեր չեն կարող կարգավորվել։ Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են նաև Էրդողանին, որ վերջին անգամ, երբ նրան ցանկանում էին տապալել, Իրանն է տարածք տրամադրել նրան վտանգության համար եւ ամեն ինչ արել, որպեսզի Էրդողանը խուսափի ձերբակալվելուց եւ գահանկեց արվելուց։ Եվ հիմա Էրդողանը կրկին հիշել է Իրանի մասին։ Բայց այստեղ որոշակի հարցեր են առաջանում, որը կարծում եմ նաև մեզ համար է շատ կարևոր եւ նաև Հայաստանի Հանրապետության համար է կարևոր։ Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում Իրան-Թուրքիա նոր դաշինքը կամ առնվազն գործընկերային հարաբերությունների ջերմացումը։ Սա նշանակում է, որ 3 գումարած 3 ձևաչափին թուրքական կողմի մասնակցությունն ավելի ակտիվ է լինելու։ Բայց այստեղ առաջանում է հարց Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների տեսլականի հետ կապված։ Քանզի սրելով հարաբերությունները Իսրայելի հետ, Թուրքիան շատ լավ հասկանում է, որ միևնույն ժամանակ Իսրայելը շատ լուրջ քաղաքականություն է սկսել իրականացնել Ադրբեջանում, ռազմատեխնիկական համագործակցությունը բարձրացնելով նոր մակարդակի վրա։ Մենք խոսել ենք այն մասին, որ վերջին շրջանում գաղտնի այցի կազմակերպվել եւ Իսրայելի բարձրաստիճան զինվորականները այցելել էին Ադրբեջան եւ այնտեղ խոսք էր գնում Ռաֆայել հրթիռների տեղակայման մասին, որոնք ունեն շուրջ 300 կիլոմետր շարավիղ։ Դա նշանակում է, որ Իսրայելը Ադրբեջանը դիտարկում է առաջին պլացդարմ Իրանի դեմ ապագա ռազմական գործողությունների համար։ Հիմա առաջանում է այստեղ բնականon հարց, ինչպիսին կլինեն Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, եթե Ադրբեջանը որդեգրում է պրո-իսրայելական քաղաքականություն եւ ջերմացնում հարաբերություններ Իսրայելի հետ, իսկ Թուրքիան հակառակ քաղաքականություն է սկսում իրականացնել։ Այստեղ առաջ է գալու նաեւ Թրիփի ապագայի հարցը, քանզի եթե Իսրայելը ակտիվացնում է իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ անգամ տարբեր գիտահետազոտական ինստիտուտների միջոցով հոդվածներ հրապարակում եւ հայտնում, որ Թրիփը իր համար ունի առաջնահերթ նշանակություն, այս պարագայում Թուրքիան է կամ պետք է դեմ հանդես գա Իսրայելի քաղաքականությանը եւ նրա մասնակցությանը Թրիփին, կամ առհասարակ Թուրքիան պետք է դուրս գա Թրիփից։ Այնպես որ Թրիփի ճակատագիրը շարունակում է մնալ մշուշոտ։ Թուրքիա-Իրան հարաբերությունների ջերմացումը ըստ էության նաև մեզ համար է կարևոր։ Կարևոր է այն առումով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման բավականին լուրջ նախադրյալներ կարող են ստեղծվել։ Բացի այդ, Թուրքիան կարող է նաև ինչ-որ առումով հակակշռել Ադրբեջանի քաղաքականությանը եւ Իրանի նկատմամբ եւ ինչքան էլ որ զարմանալի լինի Հայաստանի նկատմամբ։ Քանզի Իրանի համար կարևոր է կայուն Հայաստան, Իրանի համար կարևոր է սահմանների անփոփոխ լինել։ Իսկ դա եթե Թուրքիան ջերմանում է Իրանի հետ, ապա ընդունում է ըստ էության Իրանի տեսլականը տարածաշրջանային ապագա ճարտարապետության հետ կապված։ Այնպես որ հետաքրքիր իրադարձություններ եւ զարգացումներ են մեզ սպասում վստահ եմ 2026 թվականին։ Էրդողանի համար Իրանը վերջին շանսն է։ Առանց Իրանի Էրդողանը չի կարողանալու ոչ միայն մնալ իշխանության, այլ նաեւ փորձել երկիրը զերծ պահել ներքին ցնցումներից։ Իսկ այն, որ Իսրայելը կարող է Թուրքիայի համար բավականին լուրջ անակնկալներ ստեղծել ներսում հրահարելով տարատեսակ շարժումներ եւ նպաստելով ազգային փոքրամասնությունների կողմից իրենց հարցերի բարձրացմանը, կարծում եմ դրանում պետք է վստահ լինենք։ Ամեն դեպքում սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես են զարգանում եւ որ ամենակարևորն է, ինչպիսին կարող է լինել Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների ապագան։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իսրայելի հետ է կապված, բայց այս անգամ անդրադառնանք Նեթանյահուի ելույթին, որով վերջինս մատնանշեց այն հիմնական սպառնալիքները, որոնք կան Իսրայել պետության առաջ։ Այդ սպառնալիքները ըստ Նեթանյահուի 4-ն են, կամ դրանք հիմնական սպառնալիքներն են՝ Համաս, Հեզբոլլա, Եմեն եւ բնականաբար Իրան։ Այս բոլորի դեմ Իսրայելը պետք է պայքարի, ինչպես ասում է Նեթանյահուն, եւ պետք է պայքարի ողջ ուժով։
բայց նաև կան ածանցյալ սպառնալիքներ Իսրայելի համար։ Դրանք Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային ամերիկյան F-35 ինքնաթիռների հնարավոր վաճառքն է։ Իսրայելը ամեն ինչ անում է, որպեսզի օդում գերակայությունը մնա հօգուտ Իսրայելի, որպեսզի ոչ մի պետություն, այդ թվում եւ արաբական եւ անգամ թուրքական Թուրքիան չունենան F-35-եր եւ հնարավորություն չունենան օդում մրցել Իսրայելի հետ։ Եվ երրորդ հիմնական ուղղությունը, որի մասին խոսում է Նեթանյահուն, դա նա է, որ ամեն դեպքում պետությունը պետք է փորձի ստեղծել սեփական ավիացիոն պլատֆորմը եւ կախվածությունը թույլատրել անգամ իր մերձավորագույն դաշնակցից, իդեմս Միացյալ Նահանգների։ Նեթանյահուի հայտարարությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ նույն Իսրայելի համար, քանզի Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային F-35-եր վաճառելը դա Թրամփի որոշումն է եւ միայն նրա որոշումը։ Եվ դեմ գնալ Թրամփին եւ բացահայտ դժգոհություն արտահայտել այդ արդիվ նշանակում է զրկել Թրամփի աջակցությունից, իսկ զրկվել Թրամփի աջակցությունից իր երթի նշանակում է ոչ միայն հետաձգել Իրանի դեմ պատերազմը, այլև առհասարակ մոռանալ այդ պատերազմի մասին, քանզի շատ լավ հասկանալի է, որ առանց Թրամփի ուղիղ աջակցության Նեթանյահուն չի կարող Իրանի վրա հարձակվել եւ չի կարող պաշտպանվել իրանական հրթիռներից։ Վերջին Իրան-Իսրայել պատերազմի ժամանակ, եթե չլիներ Միացյալ Նահանգների ուղիղ մասնակցությունը եւ միջամտությունը այդ պատերազմին, ապա դա Իսրայելի համար շատ տխուր հետևանքներ է ունենալու եւ դա իսրայելցի փորձագետներն են նշում։ Այնպես որ Նեթանյահուն, ինչպես ասում են, վաբանկ է գնում։ Նեթանյահուն հստակ ասում է, որ կամ կլինի միայն ինքը Միացյալ Նահանգների համար իբրև դաշնակից եւ դրանով կապահովի Միացյալ Նահանգների շահերի պաշտպանությունը Մերձավոր Արևելքում, կամ եթե Թրամփը փորձի դիվերսիֆիկացնել դաշնակիցներին միաժամանակ խաղի մեջ մտցնելով Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային, ապա Նեթանյահուն եւ Իսրայելը կարող են դուրս գալ այդ մեծ խաղից։ Մի փոքր անհավանական է իհարկե, բայց հիմա Նեթանյահուն իրականում խաղում է Թրամփի նյարդերի վրա, փորձելով հասկանալ, թե ինչպիսին կլինի ամերիկյան նախագահի արձագանքը այս ամենին։ Իսկ մենք սպասենք տեսնենք, թե ինչպես կարձագանքի Թրամփը, քանզի լինելով բավականին պատվախնդիր անձնավորություն եւ մի երկրի ղեկավար, ով սովոր չէ, որ իրեն մերժեն, անկասկած Թրամփը պատասխանելու է եւ վստահ ենք, որ պատասխանելու է ցավոտ։ Այնպես որ սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այս ֆոնին ինչպես են զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված, բայց այս անգամ անդրադառնանք Ուկրաինայի ներքին խնդիրներին։ Չնայած ռազմական գործողությունների շարունակման Ուկրաինայում ակտիվորեն նախապատրաստվում են ապագա նախագահական ընտրություններին, բայց նախապատրաստվելով նախագահական ընտրություններին Զելենսկին չի մոռանում ամեն ինչ անել ապագա մրցակիցներին շարքից հանելու եւ իր ճանապարհից դուրս թողելու համար։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ հիմնական մրցակիցը Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպան Զալուժնին է։ Եվ ըստ էության Զելենսկու հրանգով սկսվել է Զալուժնու սևացնելու քաղաքականությունը։ Նկարներ են տեղադրվում ուկրաինական սոցցանցերում, որտեղ ցույց է տրվում, թե ինչպիսի անհոգ շվայտ կյանք է վարում Զալուժնին հանգստյան գոտիներում, այն դեպքում, երբ ուկրաինական բանակը առնաքամ է լինում ռազմաճակատում։ Եվ այս ամենը լինելու է շարունակական։ Զելենսկին ամեն ինչ անելու է, բոլոր հնարավոր քաղաքական հակառակորդներին ասպարեզից հեռացնելու, որպեսզի ուկրաինացի ժողովրդի մոտ ստեղծվի մեկ այսպիսի տպավորություն, եթե Զելենսկին չի մնում իշխանության, եթե այլ քաղաքական գործիչներ են գալիս իշխանության, ապա մեծ հավանականությամբ հողերը հանձնվելու են։ Դա ըստ էության փորձված սցենար է, որ աշխարհի տարբեր կետերում է դա իրականացվում։ Եվ Զելենսկին ուկրաինական ժողովրդի համար փորձ է արվելու ներկայացվել իբրև միակ այլընտրանք կամ միակ հնարավորություն պահպանելու երկրի սուվերենությունը եւ հնարավորություն վերականգնել տարածքային ամբողջականությունը։ Բայց սա շատ վտանգավոր է Զելենսկու համար, քանզի Զալուժնին սովորական մարդ չէ։ Գեներալ, ով ցույց է տվել, որ 2022-23 թվականներին կարողացել է ռազմաճակատում որոշակի հաջողություններ գրանցել, հստակ ունի ավելի բարձր հեղինակություն քան Զելենսկին եւ նաեւ ունի մեծ հեղինակություն զինված ուժերում եւ ցանկացած պահի, եթե ինչ-որ սցենարներ փորձեն կիրառվել նրա դեմ, կարող է անգամ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում իրականացնել։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այնտեղ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։